Սիրելի հեռուստատողներ, լուրերի ժամը շարունակվում է եւ այս պահին արդեն մեր տաղավարում հյուրընկալել ենք Սարգիս Մինասյանին, ում հետ կրկին խոսելու ենք կյանքի ապահովագրության, թոշակների հիմնադրամի եւ այն օգտակար խորհուրդների մասին, որ նա պատրաստվում է կիսվել մեր սիրելի հեռուստադիտողների հետ։ Անչափ շնորհակալ եմ մեր տաղավարում կրկին հյուրընկալվելու համար։ Առաջին հարցս հետեւյալն է. կխնդրեի մեր հեռուստատողներին ներկայացնեիք FIMA-ի հետ կապված մասնավորապես ինչ նորություններ կան։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, շատ ուրախ եմ նորից վերադառնալու այստեղ։ Եվ մի հատ խնդրանք ունեմ, որովհետև մարդիկ շատ ժամանակ ասում են սպասում ենք մյուս հաղորդմանը, որ հեռախոսի համար գրենք, դա իմ ձեռքիս հեռախոսի համարն է պաստառի վրա երևացող, կարող եք ձեր հեռախոսի մեջ սեյվ անել, եւ ես խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել այն մարդկանց, ովքեր իմ համարը տվել են իրենց ծանոթներին, բարեկամներին, հարազատներին, որպեսզի կարողանամ ես այդ մարդկանց օգնել։ Դրա համար նախ շնորհակալություն։ Եվ FIMA-ի հետ կապված ինչ որ կա, պետությունը արդեն որ Federal Emergency Fund-ը որ կա, պետությունը 2020 թվականին կորոնավիրուսից մահացած մարդկանց թաղման ծախսերն է վերադարձնում եւ process-ը այսպեսին է, որ այդ անձնավորությունները կարող են զանգահարել FIMA, տևում է մի 2-ից 3 ժամ, մինչեւ զանգահարում են վերցնում են մարդիկ եւ ունեն տարբեր լեզուներով ներկայացուցիչներ կարող են թարգմանել, եթե վերջին հնարավորություն ունեք, կարող եք գաք իմ օֆիսի, ես ձեզ կօգնեմ։ Եվ FIMA-ի հարցազրույցի ժամանակ արդեն անազգանունը թաղման օրը ինչ որ ինֆորմացիա FIMA-ին պետք է վերցնում է եւ իրանք ձեզ նամակ են ուղարկում, որ application-ի համար գոյություն ունի։ Այդ application-ի համար է թղթերը եւ մահվան վկայականը, որ անպայման մեջը պարտադիր պետք է գրված լինի, որ կորոնավիրուսից է մահացել։ Կարող եք բերել իմ օֆիսը առանց վճարի, ուղղակի օգնության կարգով։ Ես փորձում եմ օգնել այն մարդկանց, որ տարիքով են անգլերենից լավ չգիտեն կամ ֆաքսի հետ կապված կամ պետական թղթերի հետ ինչ որ օգնություն կա, ես լրիվ անվճար կարող եմ օգնել այդ մարդկանց եւ թղթեր ուղարկել FIMA, որ իրանք պետությունից փողերը ծախսերը վերադարձնեն։ Շատ ժամանակ հարցեր են լինում, որ ինձ տալիս են մարդիկ կամ առանձնավորություններ կան ավելորդ փողեր են գումարներ են վճարել, որ շուտ հողարկավորությունը կատարվի ես իմինչ ցավոք սրտի ես դրանց պատասխանը չգիտեմ, ես իրանցից թույլատրություն եմ խնդրել, որ կարողանամ այդ ինֆորմացիան դնեմ իմ վեբսայթի մեջ, պատասխանը հենց եղավ կարող եմ դնել իմ վեբսայթի մեջ, որ գնանք արդեն կարող եք հայերեն կարդակ այդ ինֆորմացիան եւ կարող եմ ամեն ինչով օգնել։ Եթե պետք է զանգահարեք ինձ, FIMA-ի հեռախոսի համարը կտամ ձեզ եւ զանգահարեք դուք դիմեք, դուք իրանց հետ խոսում եք, ապա application երբ որ եկավ, արդեն այդ աշճանից կարող եմ ձեզ օգնել։ Ինչ որ հարցեր եղավ կամ ինչ որ քննարկություններ եղավ կամ չգիտեմ իրանք թուղթ ուզել են թե չեն ուզել։ Շնորհակալություն։ Կորոնավիրուսի համավարակի հետ կապված, ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգների կառավարությունը քաղաքացիներին տրամադրում է բիզնես վարկեր, բիզնեսը կայունացնելու եւ զարգացնելու համար, ավելի պարզ SBA լոների մասին է խոսքը։ Այս առումով ինչ նորություններ ունեք օգտակար, որ կարող եք քաղաքացիներին տալ։ Երկու կետից է բաղկացած պատասխանը, որովհետև առաջինը, որ իրանք վերցրել են պետությունը անպայման SBA խնդրել էր, որ անպայման պարտադիր էր, որ բիզնեսի ապահովագրություն ունենան, թեկուզ այն մարդիկ, որ տնից են աշխատում, թուղթը որ կա, որ ներկայացնեք։ Երկրորդ էտապը որ կա, որ եթե վարկերը բարձրացրել են, ապա այդ վարկի չափով ձեզ ապահովագրություն է պետք։ Եվ շատ ժամանակ, որ ինձ զանգահարում են այդ մարդիկ, որովհետև տնից են աշխատում եւ կան տան ապահովագրական ընկերություններ, եթե տան մեջ բիզնես եք անում, իրանք claim-ը չեն պագում, չեն cover չկա։ Դրա համար կարող եմ ներկայացնել նրանց ապահովագրական ընկերություններ, տան ապահովագրական ընկերություններ, որ եթե տնից եք աշխատում, բիզնեսի հետ կապված ամեն ինչը փակում են իրանք։ Երկուսն էլ կարող են օգնել։ Բացի դրանից, հիմա շատ տան ապահովագրական ընկերություններ իրանց ամսական տարեկան վճարները արդեն զեղ չեն տվել 8-ից 12%-ով։ Եթե ունեք արդեն տան ապահովագրություն եւ չգիտեմ ինչ պատճառները ուզում եք ավելի լավ ունենալ կամ ավելի էժանը վերցնեք նույն պայմաններով, կարող եք զանգահարել ինձ, դա դες կարող եմ օգնել։ Շնորհակալություն։ Խնդրեմ մի փոքր ներկայացնեք կյանքի ապահովագրության հետ կապված ինչ նորություններ ունեք։ Հայտնի է, որ դուք համագործակցում եք մի շարք ընկերությունների հետ եւ քաղաքացիներին որպես կանոն առաջարկում եք լավագույն արժեքները։ Ինչ նորություններ կան եւ ինչ խորհուրդ կտաք մեր հեռուստադիտողներին։
գոյություն ունեն 2200-ից ավել ապահովագրական ընկերություններ, ես ներկայացնում դրանցից 28-ը եւ նոր ես միշտ մանեմ գալի, որ մեր համայնքին այս ինչ ապահովագրական ընկերություններ են պետք ամենալավ արժեքներով կամ ամենալավ coverage-ներով եւ գիտեմ, որ որոշ մարդիկ կան, որ բժշկական խնդիրներ ունեն եւ ցավոք սրտի ուրիշ տեղեր գնացել են դիմել են չեն կարողացել ապահովագրել, ուզում եմ այդ երկու մարդկանց էլ օգնել, որ երկու տեսակի մարդկանց էլ օգնեմ, որ կարող են անապահովագրություն ձեռք բերեն։ Հիմա ես արդեն սկսել եմ մեկ շաբաթվա ընթացքում սկսել եմ համագործակցել ապահովագրական ընկերություններից մեկի հետ, որ մինչև 85 տարեկան կարող են 100,000 կյանքի ապահովագրություն ձեռք բերեն եւ ընդամենը 7 հատ բժշկական հարցեր է։ Բոլոր ապահովագրական ընկերությունները գիտեն, որ տարիքները ինչքան մեծանում, այնքան դեղորայքներն է մեծանում, հիվանդություններն է շատանում։ Շատ ժամանակ մարդիկ զանգարում են ինձ ասում են Սարգիս ջան, մենք ունենք ճնշում, կարող ես մեզ ապահովագրել, պատասխանը այո։ Մարդիկ կան, որ զանգարում են ասում են մենք շաքար ունենք եւ դեղորայք ենք, հաբեր ենք խմում, կարող եք մեզ ապահովագրել, պատասխանը այո։ Ես մինչև 85 տարեկան 25,000 կարամ առանց բժշկական քննությունների կամ առանց բժշկական նույնիսկ հարցերի մարդկանց ապահովագրեմ։ Շատ ժամանակ որ ասում են գինը ավելի բարձր է, որովհետև ինչքան հիվանդություններ ունես, այդքան գինը ըստ ապահովագրական ընկերությունները իրենց գները որոշում են ըստ ձեր առողջության, ըստ ձեր տարիքի։ Ինչքան տարիքը բարձրանում է վերև, ինչքան առողջականը քայքայվում է, այդքան ավելի գինը բարձր է լինում։ Եթե վերցնենք 65 տարեկանում կարող է 100,000-ը լինի, չգիտեմ, $50, բայց 67 տարեկանում կարող է նույն 100,000-ը լինի 80 կամ $90։ Ինչքան ես բոլոր մարդկանց ասում եմ այսօր դուք ամենաառողջն եք եւ այսօր դուք ամենաերիտասարդն եք։ Ինչքան հնարավոր է այդ շուտ վերցնեք։ Հետո շատ ժամանակ մարդիկ կան զանգահարում են գները իմանում են եւ խոսալուց միշտ հարցում եմ հարմար է հնարավորությունս վճարելու, պատասխանը այո, հա, կգանք ձեր մոտ եւ չգիտեմ պայմաններով որ մարդիկ զբաղված են ինչ որ բաները դուրս գալ հետո մոռանում են գան, այտենց էլ մնում է, բայց հետո անցած օրը հաճախորդներից մեկը որ իր համար գները ասել է որ նորմալ էր, հիմա արդեն ունեցել է heart attack, սրտի արատ եւ այն օր զանգեց արդեն հիվանդանոցի ճանապարհին էր, ասում է Սարգիս ջան, կարամ գամ քեզ Commod Life Insurance-ը վերցնեմ, նոր գնամ հիվանդանոց։ Դա չգիտեմ ոնց ասեմ, ոչ հումորա, ոչ իրականություն է, որտեղ ասի չի արդեն հնարավոր չի, որովհետև հետո արդեն 6 ամիս հետո նոր կարող եք վերցնել։ Դրա համար մարդիկ կան, որ արդեն գները վերցրել են կամ արդեն որոշումը կայացրել են եւ հաջորդ քայլը կամ զանգելն է, ես մարդկանց ասում եմ, ես միշտ ուրախությամբ կարող եմ ձեզ գայցելել ձեր տները, եթե կոֆե կտակ իհարկե այդ պայմանով, բայց կարող եմ դուք կարող եք այցելել մեկ-մեկ շաբաթ օրերն եմ աշխատում, կարող եք շաբաթ օրերն շատ ժամանակ տարիքով մարդիկ, որ երեխաների հետ գալիս են, ես միշտ ասում եմ տարիքով մարդկանց, որ երեխաներից մեկը թող լինի ձեր պալասի տերը, երկու պայմաններ գոյություն ունի, որ առաջինը թղթերը, որ ստանում են տարիքով մարդիկ, որ անգլերենից լավ չեն կամ թղթեր են ստանում ապահովագրական ընկերություններից կամ բիլ են ստանում կամ ինչ-որ բան չեն հասկանում եւ դնում են մի կողմի վրա կամ մտածում են ռեկլամա, բայց երեխաները կյանքում չեն թողի իրենց ծնողները այդ ապահովագրությունը կորցնեն կամ չվճարեն։ Կամ իմ հաճախորդներին ես միշտ ասում եմ, եթե դեպքում որ դուք եք ձեր հասցեով լինում, միշտ խրախուսում եմ, որ երկրորդ հասցենը դնեք, որ ինչ որ մեկը ձեզանից լավ անգլերեն հասկացող ձեր երեխաները կլինեն, ձեր թորնիկները կլինեն, չգիտեմ հարևանի թորնիկը կլինի, որ ձեր համար թղթերը կարդում է, իրանց խնդրեք այդ հասցեներն օգտագործեք, որովհետև դեպք եղավ իմ հաճախորդներից մեկը ամուսինը 6 ամիս հիվանդանոցում էր եւ կինը իր հետ խնամում էր 6 ամիս, երկուսով ամուսիններով փաստորեն հիվանդանոցն էին։ Եթե չիրանք չօգտագործեին իմ ասած ձևը, ապահովագրական ընկերությունը փորձել էր իրանց հաշվից փողը վերցնել եւ որ իրանք չեն մանրել չեկերը կամ ինչ որ հաշվով չէր եղել։ Հետո ապահովագրական ընկերությունը 30 օրվա մեջ նամակ է գրում, որ փողը չենք վերցրել։
երրորդ նամակնագրում, որ փողը չենք վերցրել։ Հետո նամակագրում ասում է մենք դարձրել ենք 3 ամսվա, կարող ես չեկը գրել ուղարկել, եթե բանկային հաշվի հետ խնդրեմ ունես։ Կարճ ասած, այդ 6 ամսվա մեջ, եթե իրանք ինձ չլսեին, այդ երկրորդ հասցեն դնեին, ճիշտ է, ցավոք սրտի ամուսինը մահացավ 6 ամիս հետո հիվանդանոցում, բայց եթե այդ չլսեին, երկրորդ հասցեն չդնեին, որ իրանց թորնիկներից մեկը որ կարդար այդ վճարումները կատարեր, անձնավորությունը էլ կյանքի ապահովագրություն չէր ունենա։ Դրա համար միշտ խրախուսնեմ, եթե ինչ որ օգնություն կա, եթե լեզուների համար կամ պարզաբանումների համար ինչ որ բաներ կա, կարող եք օգտագործել երկրորդ հասցեն կամ երեխաներից մեկին դնեք ձեր փալասի որոշում կայացնողը։ Պետական, եթե պետությունից օգնություն եք ստանում, մինչև 50,000 կարող եք թրմ կյանքի ապահովագրություն ունենալ, բայց դրանից ավել արդեն երեխաները իրանք ունեն իրանց ծնողների վրա, քանի որ այսօր թաղման ծախսերը մի 10 տարի առաջ երևի 7-ից 10,000 էր, հիմա դառել արդեն 25-ից 30,000 եւ անցած օրը զանգ ստացա, որ մարդիկ վճարել էին $2,500 ավել գումար, ինչա 2 ամիս չսպասեն թաղման արարողություններին։ Պատկերացնեք ինչ է կատարվում։ Հիմա արդեն մեր ազգի, մեր համայնքի, մեր մարդկանց, մեր ընտանիքների կյանքի ապահովագրություն ունենալ արդեն ոչ թե դառել է luxury կամ ապահովություն է դա ըստ էության։ Այո։ Ապահովություն եւ ամենակարևոր երաշխիքներից մեկը, որ ծախսերը նեղություն չի լինի ընտանիքին, որովհետեւ իմ ներկայացրած ապահովագրական ընկերությունները հաճախորդներից մեկը մի 2 ամիս առաջ էր տարավ Forest Loan-ը ցանգեց ապահովագրական ընկերությունը ճշտեց եւ իրանք բիլը ուղարկեցին, ապահովագրական ընկերությունը վճարեց Forest Loan-ին, ինչ որ տակը գումար մնաց, վճարեց իմ հաճախորդին։ Այդ գլխացավանքն չկա, որ արդեն որ գումարը ճարես Forest Loan-ին 10 կամ եսի ինչեր անես։ Այդ գլխացավանքից էլ են իմ հաճախորդները բրծնում։ Անչափ շնորհակալություն հետաքրքիր եւ օգտակար խորհուրդների համար։ Սիրելի հեռուստատողներ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ էկրանի վրա երևացող հեռախոսահամարով կարող եք զանգահարել ցանկացած օր եւ Սարգիս Մինասյանը սիրով կպատասխանի եւ ձեզ կտա կյանքի ապահովագրության ձեռքբերման ամենաօգտակար եւ անհրաժեշտ խորհուրդները։ Նա կարող է նաեւ անձամբ այցելել ձեր բնակարան եւ օգնել ձեզ ձեռք բերել կյանքի ապահովագրություն։ Ապրեք խաղաղությամբ եւ միշտ եղեք ապահովագրված։